Քանի օքի բռնվավ ու քանի օքի է շարունակում բռնվել։ Լսեք, մի հատ sense կարևոր պարզաբանում անեմ։ Նույնիսկ այդքան մարդիկ կան, որ չեն հասկանում ես вообще ինչ եմ խոսում, ինչի մասին եմ խոսում։ Ժողովուրդ, նատ ուշադրություն։ Ես նոր գնացել եմ ընտրության ու ընտրել եմ իմ վարչապետին։ Իմ տեսակետները նույնն է։ Ես իմ տեսակետները չեմ փոխել, բայց իմ ժողովուրդը իմ համար իմ ժողովուրդն է։ Դե մարդիկ կան տակը գրում են, ոնց կարելի է փողով մարդը ձենը ծախել է իր հայրենիքին դավաճանਵਾ, դու իրանց ասում ես թռեք, որ չբռնվեք։ Ժողովուրդ, նատ ուշադրիր լսեք։ Մարդիկ կան, որ ինձ մոտիկացի անձամբ դաժե դիմել են, որ վախի հիման վրա ստիպել են իրանց մի բան է տվել են, եկել են ուզում են ստիպեն այդան մարդիկ ընտրության, մարդիկ է գիտեն, որ հեսա բռնվելու են դադվեն, որովհետև հիմնականում ով եկավ կաշառք վերցրած, շղկացնելու են պոլին տանեն։ Ես համ հորդորում եմ, որ բոլորդ գաք ընտրության, համ հորդորում եմ, որ առանց ընտրակաշառք վերցնելու գաք ընտրության, միտքս հասկացի։ Հիմա այդ մարդը, որ նեղվել է, սենց ձևավորեմ միտքս ավելի հասկանալի, որ հասկանաք։ Այդ մարդուն հնարավորություն եմ տալիս իրան տեղեկացնելով, որ ինքը չգիտի, որ իմանա ոնց կարա խուսափի այդ 7 տարի սառոկից։ Ուրեմն հանցագործությունը, որ անցել է մտովի, սենց ասեմ, օրինակ մտովի մտածել ես Պողոս ջան, որ պետք է մտնես Մարտիրոսի տունը թալանես, բայց չես թալանե։ Չարից եկած միտք հա մեջդ։ Էդի տենց անցանք առաջ, բայց մտածել ես ու թալանել ես, էդի արդեն տեղի ունեցել հանցագործություն։ Դրա համար դու ուրիշ պատասխանատվություն ես տալի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Քո համար եմ ասում, դու էլի չես ջոգում, դե տակը մարդիկ կան դրխկում են։ Արա ինչքան ուզում ես դրխկա։ Ես զգուշացնում եմ, ես չեմ ուզում ժողովրդից ոչ մեկ, вообще էթա բերթում հասկաս։ Ես ուզում եմ սաղ լինեն ազատության մեջ։ Ու իմ ասածը օրենքի սահմաններում է։ Ես ընդհանրապես հիշեցնում եմ, որ եթե դու վերցրել ես ընտրակաշառք, միտը փախի պախկվի ախպեր մի 10 օր։ Սաղին տալիս են պոլին, ապե վատություն եմ, ուզում ես արի։ Վերջն են ախպեր։ Տակը մտե իրար կիսում են մարդիկ կան։ Սիրում եմ, հարգում եմ բոլորիդ, ու մի բան էլ, քաղաքական տեսակետները մաթեմատիկա չի, Պյութագորասի թեորեմը չի, ստե չկա ինչ-որ կոնկրետ հիմնավորում, ով է ճիշտ, ով սխալ, տեսակետ է, տեսակետի համար, 1000 բարի հոպարս, տեսակետի համար, ոչ դու կարաս դեմինիտ ասես դավաճան, ոչ դեմինիտ կարա ասի քեզ դավաճան, որովհետև սա թեորեմա չի, տեսակետ է, իսկ ամեն մեկս ունենք մեր քաղաքական տեսակետները, սիրում եմ, հարգում եմ բոլորիդ, իրիգունեք շնորհավոր եմ ԿՊ-ի հաղթանակի կապակցությամբ։ ԿՊ-ի հետ արդեն հարցերի մեջ եմ անցած թողածս վիդեոյս, նայեք Հայկ Մադոյանը ինչա գրել, հրեշտակերի ձևանում ընկեր։ Եղբայր, անկախ ամեն ինչից ասում եմ, ես սատարում եմ իմ վարչապետին Նիկոլ Փաշինյանին, բայց ես թույլ չեմ տա, որ իմ ժողովրդին բռնեն։ Դրա համար տեղեկացնում եմ մարդկանց, որ պլանավորված է լիքը մարդկանց, որ պետք է բռնեն, որ պետք է այս վարքյանից սկսած շղկացնեն մարդկանց տան պոլին, տանեն բերթեր, դա իմ ազգն է, իմ հայրենակիցներն են։ Ասում եմ, անկախ ամեն ինչից ես իմ վարչապետի կողմն եմ, բայց լավ եմ արել, որ տեղեկացրել եմ մարդկանց ու չի հետաքրքրում հետևանքները բացարձակ։ Մենք իրար հասկացանք, մնացածը ոնց գիտես, ուր դե գիտես, իրար կտենանք։ Ժողովուրդս կուրսի ելեք թանկերս, մի 10 օր, ով ստիպողաբար է եկե ընտրություն կատարելու, ով ընտրակաշառքա վերցրել ընտրություն կատարելու համար կամ տվե, մի 10 օր կորեք մի երևացեք։ Ես ոնց ասեմ, ընտրակաշառքին դեմ եմ, տալնուն է, վերցնելուն է, բայց ստե հարցը այդ չի, ստե հարցը նա, որ ես չեմ ուզում իմ ժողովուրդը, իմ աղբեր քրերը բռնվեն ու էթան երկար տարիներով բերդ։ Այսքան բանը հասկացար, այդ որ գրել ես հրեշտակերի ձևանում, չէ, ազգասեր մարդ եմ, ազգասեր տղա եմ, գիտեմ, որ այս պահին միակ ճշմարիտ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է լինելու, բայց նաև գիտեմ, որ իմ ազգին շատ եմ սիրում ու չեմ ուզում, որ որևիցե մեկը բռնվի, մաքսիմալ տարածեք ժողովուրդս։ Մի հատ, եթե հնարավոր է գրեք ինձ լսվում է, թե չէ, մի երկու բան ունեմ ասելու։ Ուզում եմ մի հատ հարցի անդրադառնամ, որը շատ կարևոր է, ընկերներ ջան։ Այս թեզերը, որ գնում է 300,000 ադրբեջանցի պիտի գան Հայաստան ապրելու։ Սկսենք նրանից, որ ադրբեջանցին իր հողերը, իր տարածքները այնքան շատ է, որ ինքը իր ժողովրդին ունի տեղավորելու ու Հայաստան բնակվելու ցանկություն բնավ չկա Հայաստանում։ Հայաստանում շենքերը, որ կառուցվում են ու տարաձայնվում է, որ իբր կառուցվում է ադրբեջանցիների համար, էդի ես չեմ պատկերացնում այդ ինչ ստի որ ժանրից է ու այս թեզին հավատացողները
Ես զարմանում եմ ովքեր են, որ ոչ մի դուք կգնաք Ադրբեջան ապրելու ժողովուրդ ջան։ Ենթադրենք Ալիևը ասեց 300,000 հայ է գալիս Ադրբեջան ապրելու, դուք կգնաք։ Իհարկե չեք գնա, չէ՞։ Իսկ ով ասեց, որ ադրբեջանցու դարդը կտրվել է, կա Հայաստանում բնակվի ապրի։ Եկեք ճիշտը խոսանք։ Տաշիր Սամոյի նարատիվն է 300,000 ադրբեջանցի է բերում, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը Հայաստան տեղավորի։ Բայց 300,000 ադրբեջանցի ու ձեր թեզը, որ 300,000 աշխատատեղ եք բացում։ Չեղա, որ էդի ձեր պրինցիպն է, որ 300,000 Այդ ոնց է լինում, որ համընկնում է 300,000 ադրբեջանցին, 300,000 աշխատատեղ։ Չեղա, որ դա ձեր թեզն է, չեղա, որ դա ձեր ցանկությունն է, որ դուք այդ ադրբեջանցիներին բերեք, կոտրեք Նիկոլ Փաշինյանի վզին, ժողովրդի վզին, ու այդ 300,000 ադրբեջանցուն տեղավորեք աշխատանքի։ Նույն բանը չեղավ, ոնց եղավ, որ բռնեց 300,000-ը, 300,000 աշխատատեղի հետ, Նարեկ Կարապետյան։ Բա ուր էիք դուք խի, մինչև այդ, դուք չէիք տեղավորում 300,000 հայի աշխատանքի։ Հիմա 300,000 ադրբեջանցի բերում եք Հայաստան։ Շենքերը կառուցվում են, որ ադրբեջանցիները, ու դա ես մենակ Նարեկ Կարապետյանի չեմ լսում։ Իմ շուրջը բոլորը սաղի մեջ այդ է։ Նիկոլը բերում է 300,000 ադրբեջանցի։ Նիկոլը քանի անգամ բազմիցս ասեց, որ դա սուտ է ժողովուրդ ջան։ Սուտ է այնքանով, որ ես չեմ հասկանում, էդի մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող բան է, որը դարեր շարունակ էս հայ ազգը, հայ տականքը, իրոք տականքը, որ Գարեգին Նժդեհն է անգամ ասե։ Այսօր տարաձայնում եք այս ժողովրդի մեջ, գալիս եք, ես Աբովյան քաղաքից եմ, Աբովյան քաղաքում այդ բանը տարածված է, որ 300,000 էլիտար շենքերը կառուցվում է, որ բերեն լցնեն։ Դուք կգնա, իբր Ալիևն ասե, Ալիևը տենց բան չի ասե։ Հերիքա, թողեք այս խաղաղությունը, այս խաղաղությունը իրագործվի մինչև վերջ։ Մեղք են մեր երեխաները։ Հերիքա այս ջահելների ուղեղները լցնեք։ Ուղեղները հակա նիկոլական նարատիվ տարածեք այս երեխեքի մեջ, այս ջահելների մեջ։ Ինչ եք արեք, Քոչարյան երեք Պետրոսի հաղորդաշարում խայտարակ եղար, ես զարմանում եմ, Տաշիր Սամոյի խոսակցականը լսում ես, ուղղակի ապշում ես, էդի որ ժանրից է, դրան, դաժե իրա շուրջ նստած, իրա դեմի լրագրողները իրա վրա ծիծաղում են։ Դուք չեք խրատվում, դուք չեք հասկանում, որ ենի անգրագետ մարդ է, նա որ հարուստ է, դա չի նշանակում, որ նա խելացի է։ Այս ինչ տարաձայնություններ եք անում, ժողովրդին գցում եք պանիկայի մեջ։ Աբովյանի էլիտար շենքերը նախատեսված է ադրբեջանցիների համար, Երևանի էլիտար շենքերը արդեն կառուցվել է, արդեն բերում են ադրբեջանցիներին բնակեցնել։ Ադրբեջանցին խելքը հացի հետ է կերեք Հայաստանում ապրի։ Այս ինչ եք խոսում դուք ժողովուրդ ջան։ Նարեկ Կարապետյան, գլխիդ նայում եմ, ոնց որ դաուն լնես, ոնց որ մանկամիտի գլուխ ունենաս, մանկամիտ ես դու։ Սաղ ցեղով եք մանկամիտ։ Էլ չեմ ասում Քոչարյանի մասին։ Այդ երկու բառ չեք կարում խոսակ։ Քոչարյան ասում ես միակ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որ ասել է Արցախը Հայաստանն է մեր, ոչ մի ղեկավար չի ասել նման բան։ Բա 94 թվիթ կադրերը հենակա, որ ոնց ես ասել, որ մենք պարտավոր ենք ճանաչենք Արցախը Հայաստանի մաս։ Ուղղակի ափսոս հիմա այս վիդեոն չեմ կարում ճարեմ, սաղ Facebook-ը գցած է համացանցը։ Իրա նախկին կադրերով հիմա իրա խոսալը, որ ոչ մի ղեկավար նման բան չի ասել։ Հա, մենք էլի համարել ենք Արցախը Հայաստանը եւ վերջ։ Էլի համարել ենք, մինչև որ ճանաչել ենք իրական թղթաբանությանը, իրական պատկերին։ Արցախը համարել է ինքը իրան Հայաստանի մաս։ Որևէ արցախցին համարել է իրան Հայաստանի մաս, որ դե լսում ես մենակ պարակտում, բամբասանք,
Ինչ եք արել, ինչ եք տվել, մենք լավ է ադրբեջանցիների այդ ժամանակին ապրում ենք, բայց վեր ընկնեիք ապրեիք։ Խեք է։ Էդի ոչ բոլոր ղարաբաղցիների մասին է խոսքը։ Ես շատ լավ մոտիկ հարազատ մարդիկ ունեմ արցախցի։ Շատ մտերիմ, իմ տուն մտնում հելնում են, ու ես իրանց ցավնել տանեմ։ Բայց չի կարելի ժողովուրդ ջան։ Էս ինչ ձև է, էս ինչա, այդ երեք ուղակի բարկացել է են աստիճանի, անկեղծ ասեմ, որ այդ սենց մտածեցի իմ մեջ պահի տակ, ասում եմ, լավ, էս թեզը 300,000 ադրբեջանցի ու 300,000 աշխատատեղ։ Հիմա դի Նիկոլն է ասում, թե դուք եք ասում, 300,000 ադրբեջանցի ու ձեր ասած 300,000 աշխատատեղ։ Մի քիչ շատ չի կապած իրար հետ։ Ուղղակի բարկացած եմ, դրա համար եմ սենց բանանում։ Ժողովուրդ ջան, չի կարելի էս ձև անմիտ զենքերը, մակետները իրական չի։ Ես իմ ինչերը իրական չի։ Էս աստիճանի, էս ազգը Ես հիմա եմ հասկանում, ծովից ծով Հայաստանը, ինչի չկա, դա Թուրքի մեղը չի, դա Ադրբեջանցու ու Թուրքիայի մեղքը չի, դա մեր տեսակն է, որ մենք այսօր ծովից ծով Հայաստան չունենք, 200 տարի Պուտինը, Ռուսաստանը մեզի մանիպուլյացիայով ցարերից սկսած, մեզի տուրն է տալի, մեզի ջարդել է տալի, մեզի սպանել է տալի, ցեղասպանություն է կազմակերպում, Նիկոլն է մեղավոր այսօր, ցեղասպանությունը Նիկոլն է կազմակերպել ժողովուրդ ջան Եկեք գնանք դարեր շարունակ։ Даже Лермонтова ասելա «Прощай, немытая Россия, страна рабов, страна господ»։ Ում հետևից եք գնում դուք։ Ռուսի։ Ռուս ազգն է իր պրեզիդենտին ատում այսօր։ Գալիս են Հայաստան, ասում են «Ваш Փաշինյան, как мы хотим с ним встретиться, как мы хотим с ним сфотографироваться»։ Վարչաբենդին եմ եղել ներկա։ Որտեղ որ ռուսները խնդրել են, որ ես իրանց իմ տեղը զիջեմ, որ իրանք գնան նկարվեն վարչապետի հետ։ Մարդիկ գնահատում են այս ազատությունը, այս խոսքի ազատությունը։ Բայց ես չգիտեմ, էս ինչ տեսակ ենք մենք արդեն նսեմացե, նվաստացե, որ տեսնում ենք դարեր շարունակ այս ռուսը մեզի պատստավկա է անում, կոնկրետնի ցար, այդ կեղտոտ ցարը, որ մենք վախտին ասում ենք Ռամանով ցարը, ինքը Լենինի ձեռով գնաց, իր 7 երեխեքով, բայց ես հիմա եմ հասկանում, որ ինքը իր փորը փոսած փորը ընկավ, ինքը մեզ դեմ տվեց 15 թվի ջարդին, որ մեր հայերը Օսմանյան կայսրության տակ շատ լավ են ապրել, շատ լավ բիզնեսներ են ունեցել, այն թվերին շատ լավ ոսկերիչներ են եղել, շատ լավ նկարիչներ են եղել ու շատ լավ են ապրել,